Ոսկու ժամանակ Արցախը այնքան է տնտեսապես օգուտներ ստացել, զարգացել, որ անգամ դժվար է նկարագրել, միջայց, ասենք տասնյակ տարիների ընթացքում չի Արցախը այդքան դրսից օգնություն ստացել, ինչքան ոսկու ժամանակ։ Մենակ մեր գործարանը երևի 5-6 տարվա թվային առումով էլի, թվերով, ֆինանսական առումով օժանդակություն էր ստացել։ Ուզում ասեմ, ոսկին շատ մեծ աշխատանք է կատարել Արցախի համար, նրա զարգացման համար։ Ծառայում Ադրբեջանը սկսել էր բողոքելը, խնդիրը դրել Գորբաչովի, որ պետք է լուծարել ոսկու կոպիտ։ Այդ ժամանակ մեր որոշ քաղաքական գործիչներ եւս փաստորեն սխալներ են թույլ տվել ոսկու դեմ ելույթներ են ունեցել, հաշվ առնելով, որ ադրբեջանցիք Խոջալույում շինարարություն էին անում եւ այլն իրանց։ Դուք նկարագրում եք այն ժամանակաշրջանը, երբ Արցախը ուղիղ մասնակցել է իր խնդրի կարգավորման։ Այո, այսինքն փաստորեն այդ երբ ոսկու կոմիտեն լուծարվում, արդեն Պալյանիչկոյի կազմկոմիտեն է ստեղծում, որը ռեպրեսիվ օրգան էր, այնտեղ արդեն բանակցության մասին այնտեղ բանակցությունը չկա, ընդամենը եթե մեր ղեկավարները հետո արդեն մենք գալիս ենք, մեկ մակարդակի բանակցությունները եղել են 91 թվականի աշնանը սեպտեմբերի արդեն 23-ին Ժելեզնավոցկում Ելցինի, Նազարբաևի եւ Արցախի ու Հայաստանի մասնակցությամբ արդեն մինչև 92 թվականի հունվարը, երբ մենք հռչակագիր ենք ընդունում անկախության, փաստորեն Ադրբեջանը այդ Ժելեզնավոցկից հետո նոյեմբերին նույնիսկ որոշում ընդունում լուծարում Արցախի հանրապետությունը, որը մենք հռչակագրով սեպտեմբերի 2-ին ընդունել էինք։ Փաստորեն Ադրբեջանը էլի չի ընդունում անգամ այդ կոմպրոմիսային տարբերակները, որ Ժելեզնավոցկում Ելցինը, Նազարբաևը բանը համատեղ քննարկել էին։